Զվարթ քույրս ձայնակ երկի քաղցրս։ Միացել են։ Մի վարկյան ալվար քրս մի վար։ Բարի օր սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը ձեզ շատ օրհնի, Տերը առատապես օրհնի այսօրվա ծառայությունը, փառք մեր Տիրոջը։ Սուրբ հոգին եկավ այցի, դադարեց սիրտս լացի, կապանքներս քանդվեցին, ներս մտավ նազովրեցին, մտավ Հիսուս սրտիս մեջ, ամեն ցավին դրեց վերջ, սիրտս դարձավ զորավոր, փառք կանչեցի ողջ ձայնով, Սուրբ հոգին եկավ այցի, կանչեց ինձ իր հետ հացի, քայլում եմ ես փառքից փառք, Քրիստոսի սուրբ արյան տակ, երանելի կոչվեցի, մեղքերից ազատվեցի, Տիրոջ օրենքը ինձ է, կտանեմ ես այսուհետ, այրվեցին սուրբ կրակով, թակարդները ինձ թեղտով, շունչս միացավ Աստծուն, շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, Սուրբ հոգին եկավ այցի, դադարեց իմ սրտի լացի, կապանքները քանդվեցին, ներս մտավ նազովրեցին, մտավ Հիսուս սրտիս մեջ, ամեն ցավին դրեց վերջ, սիրտս դարձավ զորավոր, փառք կանչեցի ողջ ձայնով, Սուրբ հոգին եկավ այցի, կանչեց ինձ իր հետ հացի, քայլում եմ ես փառքից փառք, Քրիստոսի սուրբ արյան տակ, Սուրբ հոգին եկավ այցի, դադարեց սիրտս լացի, կապանքներս քանդվեցին, ներս մտա նազովրեցի, երանելի կոչվեցի, մեղքերից ազատվեցի, Տիրոջ օրենքը ինձ է, կտանեմ ես այսուհետ, Սուրբ հոգին եկավ այցի, կանչեց ինձ իր հետ հացի, քայլում եմ ես փառքից փառք, Քրիստոսի սուրբ արյան տակ, երանելի կոչվեցի, մեղքերից ազատվեցի, Տիրոջ օրենքը ինձ է, կտանեմ ես այսուհետ, Այսքանը սիրելիներս Տեր օրհնի ձեզ բոլորին։ Տերը օրհնի Զվարթ քույրս, ավելիով օրհնվես, Տերը փառավորի քո կյանքում, քո սերունդների մեջ։ Վայ եղբայր ջան, աղոթենք ծառայությունը շարունակենք, թե մի հատ էլ փառաբանություն ոնց Դերեք սկսենք ավելի լավ, որովհետև նյութը երկար է։ Լավ։ Ձեր աղոթքով ծառայությունը շարունակենք, հա, վայ եղբայր ջան։ Տերը շատ օրհնի ձեզ։ Տերին փառավորվի քո անունը, Հիսուս ջան։
Ես շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես շնորհակալ եմ քո կենթանի խոսքի համար, որը դու տվել ես մեզ, Տեր ջան, որի մեջ այնպիսի տվյալներ ես դու դրել, արձանագրել, պատմական, իրական, իմ արքա, որ երբ մարդը նայում է իմ Աստված, հասկանում է քո կարողությունը, քո իշխանությունը, Տեր, որ դու տիրում ես ամեն պատմության վրա, իմ Աստված, եւ քո համար անհնարին բան չկա։ Փառք եմ ես տալի քեզ։ Հիմա խնդրում եմ, որ խոսես ամեն մեկիս, Հիսուս ջան, եւ քո խոսքը դնես ամեն մեկիս ներսը, եւ անգամ այս նյութը, որ պատմական նյութ է, Տեր ջան, մեզ համար շինություն լինի։ Թող քո փառքը երև ամեն բանի մեջ։ Ամեն։ Ուրեմն Տերը շատ օրհնի ձեզ, իմ թանկագին քույրիկներ, եթե եղբայրս էլ է այստեղ, իմ թանկագին եղբայր, մենք անցած անգամ, երբ նայում էինք Դանիելի 11-րդ գլուխը, տեսանք, որ այնտեղ նկարագրված են մի քանի արքայություններ, մասնավորապես նկարագրված է Պարսից թագավորության ամենաայն վերջի մասը եւ հունական թագավորության սկիզբը։ Հետաքրքիրն այն է, որ մինչ այդ 11-րդ գլուխը մենք կարդում ենք 4 թագավորությունների մասին եւ հավատացեք այդ 4 թագավորությունն էլ իրենց կարևորագույն ներդրումը պիտի ունենային պատմության մեջ եւ ունեցան պատմության մեջ, բայց հունական թագավորությունը նամանավանդ շեշտակի է գրած, որովհետեւ հունական թագավորության մեջ կա մի թագավոր, որի մասին այսօր պիտի խոսենք, նախորդ մեր նյութի ժամանակ կարելի ասել չխոսեցինք, որը խորհրդապատկերում է ապագա եկող Հակաքրիստոսին։ Եվ դրա համար շեշտ ավելի շատ Սուրբ Հոգին Դանիելի միջոցով դնում է հենց հունական թագավորության վրա։ Մենք պիտի հիշենք, որ Պարսից թագավորները գալիս են իրենց վախճանին եւ բարձրանում է հունական թագավորությունը, որը Ալեքսանդր Մակեդոնացին է ղեկավարում եւ առաջնորդում, եւ երբ Ալեքսանդր Մակեդոնացին 32 տարեկանում վաղաժամ մահանում է, ինքը չի ունենում հետնորդ, որին պիտի փոխանցեր իր թագավորությունը, իսկ իր թագավորությունը հսկա տարածքներ էր, թանկագիններ ջան։ Կարելի ասել այն ժամանակվա ճանաչված ամբողջ աշխարհը հույները հպատակել էին եւ գրավել էին։ Եվ քանի որ ինքը չուներ մեկը ժառանգորդ, որին կարող էր տալ, քանի որ իր հարազատ եղբայր ուներ հոգեկան խնդիրներ, իսկ երկու իր զավակները շատ փոքր էին, թագավորությունը իրենք չկարողացան ժառանգեն եւ թագավորությունը հունական մակեդոնացու թագավորությունը բաժանվեց 4 մասերի, իրենք այդ մասերը իրենց մեջ բաժանեցին Ալեքսանդր Մակեդոնացու 4 գեներալներ կամ անմիջապես զորավարներ, հուներեն գրվում են իրենք որպես դիադոխներ, եւ այդ 4 թագավորությունները ունեին շատ մեծ ազդեցություն, բայց ընդհանուր մակեդոնացու թագավորության ազդեցությունը եւ ծավալը չունեին, թանկագիններ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ բաժանումից հետո հունական այդ ազդեցությունը, որը բավականին երկար տևած իհարկե, բայց ինքն էլ սկսում է նվազել, որովհետեւ պիտի բարձրանար 4-րդ հրեշավոր պետությունը, որն էր հռոմական կայսրությունը, եւ մենք այս վերջի հույն թագավորի Սելևկիդների թագավորի ընթացքում, Անտիոքի ընթացքում արդեն կտեսնենք, թե ինչպիսի ներգործություն ունի հենց հունական արքայությունը, նույն այդ կներեք հռոմական արքայությունը նույն այդ 4 թագավորությունների վրա։ Ուրեմն թանկագիններ ջան, Դանիել 11-րդ գլխի 21-րդ համարից կարդանք, ասում է. «Եվ նրա տեղը կկանգնի անիծյալը կամ նզովյալը, եւ նրան թագավորական պատիվ չեն տա,
Ինքը կգա առանց մեծ ձայնի։ Ես ռուսերենից եմ թարգմանում, խնդրում եմ, որ դուք ձեր աստվածաշնչով հետևեք, կամ եթե որևէ մեկը կկարողանա հիմա հայերեն կարդալ, խնդրում եմ կարդացեք 21-ից 24 համարները, որպեսզի ստույգ լինի, էլի, իմ թարգմանությամբ չլինի։ Ով կկարդա։ Կարդամ եղբայր ջան։ Հա, շատ լավ։ Ահա։ Եվ նրա տեղը մեկ անարգը վեր կկենա, որ նրան թագավորական պատիվ չեն տալ, բայց նա կգա հանդարտությունով և կհափշտակե թագավորությունը շողոքորթություններով, և հեղեղի բազուկները պիտի ընկմվեն նրա առաջին և ջարդվեն, և ուխտի իշխանն էլ, և նրա հետ եղած դաշնակցությունից նա նենգություն պիտի անի, և վեր պիտի գնա և ուժ ստանա քիչ ազդով, խաղաղ և պարարտ գավառը պիտի մտնե և պիտի անե այն, ինչ որ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը, կողոպուտ, ավար և ստացվածք պիտի բաշխե նրանց, և պարիսպների դեմ պիտի մտածմունքներ մտածե, բայց մինչև մի ժամանակ, և իր զորությունն ու իր սիրտը Մինչև 24-ը ներառյալ, հա, բայց 25-ը պետք չէ, թե այնտեղ կար 24-ի մեջ, ռուսերենով ավարտվում է, էլի, Հա, ուղղակի եւ ժամանակ։ զորությունն ու սիրտը պիտի զորքով գրգռե, 25-ը Ահա, մեջ չի, մեջն է, ոնց որ Վահե եղբայր, հա, կա չէ, լավ։ շարունակեմ, Ուրեմն մինչ ժամանակներով ավարտենք։ Ուրեմն նայեք թանկագիններ ջան, մենք տեսնում ենք, որ շեշտը դրված է այս մարգարեության մեջ, մենք տեսանք, որ 4 թագավորներ են բարձանում, զորավարները Ալեքսանդր Մակեդոնացու, որոնցից երկուսի մասին պատմում է այս մարգարեությունը, եւ այդ երկուսի մի թագավորությունը եգիպտական թագավորությունն է, որը կոչվում է Պտալեմեի թագավորություն, կներեք մեկ-մեկ իմ, քանի որ երեսս անջատած է նիարդը, մեկ-մեկ լեզուս լավ չի աշխատում, եւ այն մյուսը Սելևկիդների թագավորությունն է։ Սելևկիդներինը թանկագիններ ջան, դա հյուսիսային թագավորությունն է, իսկ Պտոլեմեի թագավորությունը, եգիպտական թագավորությունը, դա յուժնի թագավորությունն է։ Յուժնին հայերեն ոնց էր։ հարավային, Հարավային, հյուսիսային եւ հարավային։ Հյուսիսային թագավորությունը թանկագիններ ջան, դա Սիրիայի թագավորությունն է եւ արքայությունը, եւ ինչպես ես ասեցի, Պտոլեմեի թագավորությունը եգիպտականն է։ Սրանց մեջ, քանի որ երկու թագավորությունն է, շատ ուժեղ թագավորություն էին, անընդհատ պայքար էր գնում։ Եվ ինչի է մարգարեությունը շեշտում հենց այս երկու արքայությունը, որովհետև այս երկու արքայության մեջտեղում գտնվում էր Իսրայել երկիրը, Իսրայել պետությունը։ Եվ այս երկու թագավորությունները իրենց բոլոր պատերազմները, կարելի է ասել, եթե մեկը մյուսի հողատարածքում չէին վարում, իրենք վարում էին իրենց պատերազմները Իսրայելի հողատարածքում, եւ անընդհատ Իսրայելը ոտնատակ էր լինում, թանկագիններ ջան։ Դրա համար այս երկու արքայությունը շեշտվում է եւ այս երկու արքայության թագավորների մասին պատմվում է։ Մենք նախորդ մեր նյութի ժամանակ, վերլուծության ժամանակ տեսանք, որ մարգարեության այդ 11 գլխի բոլոր մարգարեությունները տառացիորեն կատարվել են, եւ ահա եկել է մեկի մասին է խոսքը գնում, որի մասին ռուսերեն ասում է պրիզրենն, այսինքն նզովյալը, նսեմը, մեկը, որ բացարձակ որևէ արժանիք չուներ, որ իր մասին գրվեր։ Ինչու՞։ Որովհետև ինչպես ես ասացի, ինքը խորհրդապատկերում է ապագա եկող Հակաքրիստոսին։ Դրա համար էլ Աստվածաշունչը իրեն Նսեմ է անվանում, եւ իր գործնեությամբ ինքը նույնպես նման է եղել եւ նմանվում է ապագա եկող այդ հրեշին։ Ուրեմն մոտավորապես 175 թվականից մինչև 164 թվականը թագավորում էր հյուսիսային թագավորությունում, այսինքն Սիրիայի թագավորությունում Ֆիլոպատր Սելևկը, եւ իր գնալուց հետո, մահից հետո գալիս է իր որդին, ժառանգում է իր թագավորությունը իր որդին 175 թվականից մինչև 164 թվականը,
որը Անտիոք էր, եւ Անտիոք Էպիֆան էր։ Այս Էպիֆան հասկացողությունը թանկագիններ ջան շատ ժամանակ խորհրդապատկերում է ցանկությունը նմանվել Աստծուն, այսինքն արտացոլել Աստծո փառքը, եւ ինքը այսպիսի հենց անուն է, մականուն վերում իր վրա, ինքը հենց այսպիսի անձնավորություն է, մեկը, որ արտացոլում է այ մի փառավոր ներկայություն։ Եվ այստեղ ինքը նկարագրվում է մի զովյալ, մի սեմ անձնավորություն, ինչի, որովհետև իր բարոյական, իր ամբողջ վարկը, իր ամբողջ էությունը իրոք արժանի չէ նրան, որ ինքը ժառանգի թագավորական գահը։ Եվ հենց դա համար է գրված է, որովհետև ինքը ստախոսությամբ եկավ գահը վերցրեց իրականության մեջ, մենք այս ամիջ հետո գնանք ինչու, հենց այս իր նսեմ վարքի պատճառով, իր էության նսեմ բովանդակության պատճառով իր մահից հետո իրեն որևէ թագավորական պատիվ չտվեց։ Եվ պատկերացրեք, ինչու ինքը կոչվեց նսեմ եւ ինչու ինքը ժառանգելու իրավունք չուներ։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ Սելևք Ֆիլոպատրի իրական ժառանգը պետք է լիներ Դիմիտրիոս անունով իր զավակը, որի իշխանության այդ գահը ժառանգելու իշխանությունը ավելի բարձր էր, քան Անտիոքինը։ Եվ ինքը այդ ժամանակ այս Դիմիտրիոսը գտնվում էր Հռոմում որպես պատանդ։ Այսինքն այն ժամանակվա պատանդը այսպես էր, էլի, եթե որևէ մեկի թագավորական ազգից որևէ մեկին վերցնում էին որպես պատանդ, ինքը այնտեղ ազատ քաղաքացու կյանք էր ապրում, սովորում էր, ասենք, տվյալ պետության բարքը, ուսմունքը, լեզուն, կարգուկանոնը, ամեն ինչի այդ հետ կապված ինքը սովորում էր։ Որպես թագավորի ժառանգեր են, բայց երբ որ պետք լիներ, որ ինքը մտներ իր ժառանգության մեջ, իրեն կարող են թույլ չտալ եւ այն մարդուն, ում պետությունը, որին հպատակված է, ասենք, այդ ժառանգորդի երկիրը, դեր իր ուզած անձնավորությունը իրենք հարմար էին գտնում։ Եվ դիտում ժառանգում իր գահը, այլ ժառանգում է իր եղբայր Անտիեպիֆանը։ Խոսքով միաժամանակ այդ գահի թանկագիններ ջան, կային այլ ովքեր որ փորձում էին այդ գահը խլեին Անտիոքից, մեկը, ասենք, թագավորի փողի կառավարիչն էր, Իլիադոր էր այդ անձնավորության անունը, մյուսը եգիպտական թագուհու Կլեոպատրան էր, որը ամուսնացել էր, եթե հիշում եք նախկին մեր դասից, Սիրիայի թագավորը իր աղջկան Կլեոպատրային ամուսնացնում է եգիպտական թագավորի հետ, որը 8 տարեկան էր, այն բանով, որ իր աղջիկը կծառայի իր շահերի համար, բայց Կլեոպատրան իր ամուսնու կողմն է կանգնում եւ թագավորի Սիրիայի թագավորի բոլոր ծրագրերը ավիրվում են։ Հիմա երբ իր հայրը մահանում է, Կլեոպատրան ինքը փորձում է մտնել ժառանգության մեջ եւ հյուսիսային թագավորության տիրուհի դառնա։ Եվ այս երկուսի հետ Անտիոք Էպիֆանը սկսում է ոչ բացահայտ պատերազմ, որը հետագայում դառնում է մի հսկա պատերազմ, եւ որի մասին հենց այդտեղ մենք կարդում ենք, որ Դանիելի 11:22-ում եւ ամեն բան կլանող զորքերը կգան եւ կկլանեն, ասենք, այդ մարդկանց։ Ուրեմն Անտիոքը փորձում է այդ պատերազմը սկսի եւ այդ պատերազմի ժամանակ ինքը Կլեոպատրայի, այսինքն եգիպտական բոլոր զորքերը ջարդում է եւ եգիպտական թագավորի հետ, Ֆիլոմետրի հետ ինքը ժամանակավոր դաշինք է կնքում եւ այդ դաշինքի ծածկոցի տակ այս Անտիոքը, բացի այն, որ ինքը դառնում է հյուսիսային թագավորության տերը, դառնում է նաեւ ժամանակավոր եգիպտական թագավորության իշխանը։
Եվ հենց այդ մարգարեությունը, որը նոր Արփիկ քույրիկը կարդում էր, այնտեղ գրած է եւ կմտնի խաղաղ եւ առատ բերք բերող երկիրը, այդ խաղաղ եւ բերք բերող երկիրը եգիպտական հողերն են, որը Անտիոք Եփիֆանը իր զորքով մտնում է եւ գրավում է։ Եվ բացի այն, որ գրավում է, ինքը սկսում է այդ հողերը շատ ուժեղ ձևի կողոպտել։ Եվ նույնիսկ միտք ուներ եգիպտական բոլոր կրեպոստի ոնց է հայերեն ժողովուրդ ջան, կներեք, այո, անձին սարքապատները փորձում է հանրապես հող եւ հասարակական թագավորությունը լրիվ սննք, որ այդ ընդհանրապես եգիպտական թագավորությունը լանի։ Դանիելի 29-ից եւ 27 Եվ իր զորությունը ու իր սիրտը զորքով հարավային թագավորը եւ հարավային թագավորը պիտի զինվի պատերազմի մեծ զորավոր զորքով, որովհետեւ նրա դեմ խորքի խորհ է։ Նրա կուրները ուտորները անտիկ են եւ նրա զորքը պիտի ընկղմվե եւ շատ սպանվածներ պիտի ընկնեն։ Եվ այս երկու թագավորների էլ սրտերը չարության համար է եւ մեկ սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չէ հաջողվելու, որովհետեւ տակավին վախճան կա որոշված ժամանակի համար։ Ամեն։ Ուրեմն, ինչպես ես ասացի, Անտիոքը երբ մտավ Եգիպտոս, Մեմֆիս մտավ քաղաքը եւ եգիպտական փարավոնի հետ, փարավոնի, ասենք, այդպես կոչում ունեցող թագավորի հետ, էլի, ինքը Ֆիլոմետր էր անունը, ժամանակավոր դաշինք կնքեց եւ այն պատրվակով, որ ինքը քանի որ ինքը եգիպտական թագու Կլեոպատրայի բարեկամն էր գալի, չնայած նրան, որ Կլեոպատրան իր դեմ դավադրություն էր անում, որ ինքը ժառանգի այդ գահը, ինքը այդ պատրվակով Կլեոպատրայի երեխայի վրա ուզեցավ խնամակալություն անի, բայց չկարողացավ, չհաջողեց, դրա համար էլ, ասենք, ինքը Եգիպտոսը շատ ուժեղ կողոպտեց, այդ եգիպտական թագավորի հետ ինքը ժամանակավոր դաշինք կնքեց, եգիպտական թագավորը, թանկագիններ ջան, իր զորքով դուրս եկավ Սիրիայի թագավորի Անտիոք թագավորի Եփիֆանի դեմ, բայց ցավոք սրտի ինքը չկարողացավ հաղթի եւ այդ ժամանակավոր դաշինքը, երբ որ իրենք կնքեցին, նստեցին իրար հետ հաց ուտելու ժամանակ այն որ ասма լեզվին մի բան կա մտքին բացարձակ առանձին բան է, երկուսով իրար հետ խոսում էին, շողոքորթում էին մեկը մեկին եւ այդ շողոքորթությամբ էլ որևէ մեկը հաջողության չհասնելով բաժանվում են եւ գնում են։ Ու հենց Դանիելի 11:27-ում գրված է երկու թագավորների սրտի մեջ էլ նենգություն կլինի, մի սեղանի շուրջ նստած սուտ կխոսեն, բայց հաջողություն չի լինի, բայց իրենց թագավորությունների վախճանը դեռ հետաձգվում է մինչև ժամանակները։ Նայեք, Անտիոքը ինչ էր ուզում։ Ինքը ուզում էր թագավորեր եւ Սիրիայի թագավորության վրա եւ եգիպտական թագավորության վրա։ Եվ իր նենք այդ քայլերը, ասենք, Կլեոպատրայի պատրվակով, որ ես իմ, ասենք, քրոջս տղային պիտի խնամակալություն անեմ, մտնել է Եգիպտոս բան, իրականում նույնիսկ այն ժամանակ, երբ որ եգիպտական զորքերը դուրս եկան իր դեմ եւ չկարողացան մինչև վերջ հաղթել, ինքը ստիպված եղավ վերադառնա Սիրիա, ինչի ստիպված եղավ, որովհետև որքան ես հիշում եմ, իրեն ասում են, որ Սիրիայում ապստամբություններ է սկսել իր դեմ, եւ ինքը կողոպտելով եգիպտական բոլոր հարստությունները կամ ինչքան հնարավոր է այդ հարստությունները, ինքը վերադառնում է Սիրիա, որպեսզի ինքը այդ ապստամբությունները կարողանա հանգցնի։ Եվ հենց Դանիելի 11:28-ը ասում է, ինքը վերադառնում է իր երկիրը մեծ հարստությամբ, խնդրում եմ կարդացեք Արփիկ քույրիկ ջան 11:28-ը։ Այո։
Եվ նա երկիրը պիտի դառնա մեծ ստացվածքով, եւ նրա սիրտը սուրբ ուխտի դեմ է լինելու, եւ պիտի գործե եւ ետ դառնա իր երկիրը։ Այո, ուրեմն մենք տեսնում ենք, որ ինքը շատ բարկացած է այն առումով, որ եգիպտական թագավորությունը չկարողացավ պաշարի իր երկրում իր դեմ ապստամբությունները, բայց որոշ հարստությամբ ինքը իր զորքը վերցնում է, գալիս է անցնելու Երուսաղեմով, Իսրայելով եւ իր ամբողջ բարկությունը, թանկագիններ ջան, այն ինչ որ կուտակվել էր իր մոտ Եգիպտոսում, ինքը թափում է հրա ազգի վրա։ Մտնում է տաճար, սա իր առաջին մուտքն է տաճար, վերցնում է այնտեղից ոսկե զոհասեղանը, տաճարի անոթները, բոլոր տաճարին պատկանող այն պատկանելիքը, վերցնում է տաճարի արտաքին այդ գեղեցիկ գործվածքները, ուկրաշենյաները, ինչքան ոսկի, արծաթ, ինչ հարստություն կա տաճարում, սրբությունում, ինքը այս ամենը վերցնում է եւ վերադառնում է իր մայրաքաղաք։ Հիմա այս առաջի մուտքի ժամանակ Երուսաղեմի տաճար ինքը չի անում այն, ինչի մասին մենք մի քիչ ներքևում արդեն կկարդանք, բայց սա արդեն փորձ էր Աստծո եւ Աստծո ժողովրդի դեմ նենք ոտնձգության եւ հետագայում մենք արդեն հեսա որ նայենք կտեսնենք որ որոշ չափով ինքը հետագայում կհաջողի եւ շատ ավերվածություններ կանի հենց Իսրայելին վերաբերվող Դանիելի 11:29-ից 11:31 խնդրում եմ կարդացեք 31-ը ներառյալ Այո 31-ը ներառյալ Ահա որոշված ժամանակին ետ պիտի դառնա եւ գնա հարավի վրա բայց առաջինի եւ վերջինի նման չի լինելու, որովհետեւ կիտացիների նավերը նրա վրա պիտի գնան, եւ նա պիտի թուլանա, եւ նա ետ պիտի դառնա եւ բարկանա սուրբ ուխտի դեմ եւ գործե, եւ ետ պիտի դառնա եւ ուշը դարձնե սուրբ ուխտը ձգողների վրա, եւ բազուկներն են վեր կենալու նրա կողմից, եւ նրանք պիտի պղծեն սրբարանը, ամրոցը եւ հեռացնեն մշտնջենական զոհը եւ պիտի դնեն ավերածի պղծությունը։ Շատ լավ։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ ինքը հետ է գալիս է իր երկիր, բայց նայեք, ինքը որպես մարդ, այո, նենգ է, բայց որպես զորավար ինքը բավականին տաղանդավոր էր եւ կարողանում էր իր թագավորության շահերը պահել բոլոր մնացած երկրները եւ պետությունները կողոպտելով։ Եվ ինքը որոշում է, որ այ մարդ ոնց կլինի, էլի ես գնացի Եգիպտոս եւ իմ արշավը չկայացավ, որոշում է իր համար, որ ինքը եւս մի արշավ պիտի կազմակերպի եգիպտական թագավորության դեմ։ Բայց առաջի արշավի ժամանակ ինքը որոշակի հաջողություններ ունեցավ, ինչպես ես ասեցի, ինքը որոշ չափով գրավեց Եգիպտոսը, կողոպտեց բավականին մեծ հարստություններ, որոշում է, որ չէ, այս անգամ ես պիտի գնամ եւ հաջողություն ունենամ։ Եվ երբ որ ինքը, թանկագիններ ջան, դուրս է գալի այդ արշավին, պարզվում է մի հետաքրքիր փաստ, որ այն ժամանակվա արդեն գլուխ բարձրացնող ռոմական պետությունը, որը բավականին պետություններ գրավել էր եւ բավականին արդեն ուժեղ երկիր էր դարել, պետություն էր դարել, Կրետի կողմից եկող հռոմական, մեկ էլ Աֆրիկայից եկող հռոմական նավատոհմերը գալիս են, այստեղ 11:30-ում գրված է Կիտիմի նավերը կգան։ Այդ Կիտիմ հենց Կրետին է վերաբերվում, Կրիտին էլի։ Եվ այդից հռոմական նավատոհմերը հռոմական լեգատների, այսինքն գեներալների հետ գալիս են երկու գեներալով, գալիս են եւ Պոպիլի Լենը, որը ղեկավարում է տվյալ դեպքում այդ նավատոհմը, ինքը հանդիպում է Անտիոքի հետ, հանդիպում է Ալեքսանդրիա քաղաքից 4 մոտավորապես 5 կիլոմետր այն կողմ եւ Անտիոքի շուրջ մի կլոր գիծ է գծում եւ ասում է այստեղից դուրս չես գա մինչեւ որ դու Եգիպտոսից մինչեւ որ մեզ չխոստանաս որ Եգիպտոսը պիտի լքես
որովհետև Եգիպտոսը արդեն այդ ժամանակ հանդիսանում էր հռոմական կայսրության մոտիկ ընկերը, դաշնակիցը։ Մի րոպե սպասեք, խնդրում եմ մի րոպե, ես հեսա մի հատ տեղափոխվեմ։ Լսվում է իմ ձայնը, թանկագիններ ջան։ Այո, լսում եմ Վահե եղբայր, Երբ որ Պոպիլի Հելենը իրեն նման ուլտիմատում է տալիս, Անտիոքը ասում է ինձ 3 օր տուր, ես քեզ պատասխան կտամ, էլի։ Բայց Պոպիլի Լենը ասում է դու այս շրջանից դուրս չես գա, մինչև մեզ չասես, որ պիտի հեռանաս։ Եվ նա հասկանում է, որ ուրիշ ձև չունի, էլի, պիտի ստիպված գնա, ինքը խոստանում է, որ Եգիպտոս ոտք չի դնի։ Քանի որ Եգիպտոսի հովանավորը դարձել էր արդեն հզորացող, օրեցօր հզորացող հռոմական պետությունը, թանկագիններ ջան։ Ով կհիշացնի ինձ հռոմական պետությունը Նաբուգոդոնոսոր թագավորի արձանի որ մասն էր կազմում։ գլուխը չէր Վահե եղբայր։ Ոչ, գլուխը Նաբուգոդոնոսորն էր, հենց Ո՞չ։ Բաբիլոն։ Գլուխը հայց էդ եմ ասում, Բաբելոնը, էլի հենց էդ եմ ասում։ Չէ, հռոմական։ Ոտքերը Վահե եղբայր։ Ոտքերը, այո, երկաթի ոտքերը։ Ուրեմն շատ հզոր էր հռոմական պետությունը եւ բոլոր այդ պետություններից անհամեմատ ավելի երկար տիրեց ամբողջ աշխարհը եւ իրոք անհամեմատ ավելի հզոր էր իրականության մեջ։ Ուրեմն երբ ինքը այդ շրջանը գծում է, Անտիոքը ստիպված խոստումը տալիս է եւ դուրս է գալի շատ զայրացած, դուրս է գալի Եգիպտոսի սահմաններից եւ հետ է գալի Հրեաստան, թանկագիններ ջան։ Երբ ինքը հետ է գալի Հրեաստան, այստեղ սկսվում է հրեաների ավերիչ ընթացքը։ Ամբողջ իր բարկությունը, որ ինքը այդ պարտության պատճառով եգիպտական հողերում ինքը հանում է հրեաներից, թանկագիններ ջան, թափում է հրեաների գլխի վրա, ավիրում է, այրում է իրենց քաղաքները, իր ամբողջ զորքը զբաղված են մառաջորությամբ, ուղղակի ավիրում են ամբողջ Հրեաստանը եւ ամենաուղղվածը նա, որ այդ ամենի ընթացքում հրեաների մեջ բավականին մարդիկ են լինում, ովքեր դավաճանում են իրենց ազգը եւ մտնում են Անտիոքի հետ դաշինքի մեջ եւ այն առումով, այն մտադրությամբ, որ երբ որ Անտիոքը տիրի ամբողջ Հրեաստանը, իրենք կդառնան Հրեաստանում, ասենք, ղեկավարներ, ինչ մարզպետներ եւ այլն եւ այլն։ Եվ ահա ինքը մտնելով դաշինքի մեջ այդ մարդկանց հետ մտցնում է իր զորքերի մի մասը Հրեաստան եւ սկսում է ավիրել Իսրայելը եւ հրեաներին եւ Երուսաղեմ քաղաքը։ Եվ ինչ է անում։ Ինքը մտցնում է սրբության սրբոց հետաքրքիր մի արձան, որի անունը Յուպիտեր է հռոմական, ասենք լատիներեն, եւ Զևս է հուներեն, եւ իրականում լավ, դրան կանրադառնանք, հիմա չեմ ուզում մանրամասնեմ ինչ խորհուրդ ունի այդ արձանը, ամեն դեպքում ինքը այդ արձանը իր կատաղության մեջ դնում է սրբության սրբոցում եւ սկսում է ստիպել բոլոր հրեաներին, որ իրենք պաշտեն այդ արձանին։ Ինչ է անում ինքը ավերվածության պղծություն է բերում Դանիելի 11:30-ից 31, էլի, ասում է եւ կկանգնեցնի այնտեղ իր զորքերի մի մասը, որը հզորության սրբարանը կպղծի եւ ամեն օրվա զոհը կդադարեցնի եւ ավերվածության պղծությունը կկանգնեցնի սրբարանում։ Եվ ինքը դնում է հենց Զևսի արձանը, Յուպիտերի արձանը, պղծում է եւ բացի այն, որ այդ արձանը դնում է, ինքը Աստծուն զոհաբերվող զոհասեղանի վրա, զոհեր բերվող զոհասեղանի վրա խոզ է մորթում եւ խոզ է զոհաբերում, թանկագիններ ջան։ Եվ ստիպում է բոլոր հրեաներին, որ խոզը իրենք որպես զոհ ընդունեն,
ով կհիշեցնի ինձ խոզը մաքուր կենդանի էր հրյաների համար, թե կեղտոտ կենդանի էր։ Կեղտոտ կենդանի էր։ Կեղտոտ կենդանի էր, այո։ Եվ բոլոր նրանք, ովքեր հրաժարվում էին այդ խոզը ընդունելուց, նրանց սպանում էր, ինչ էր արել ինքը վերցրել էր մի հատ մեծ կրակ էր վառել տվե Անտիոքը, այդ կրակի վրա դրել էր մեծ սկավառոդկա, երկաթե մի կլոր զանգված, պատկերացրեք երկաթե ինչքան է շիկացե, եւ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում էին այդ խոզի միսը ընդունեն եւ Զևսին երկրպագեն, կաշին տիկ էր անում եւ կենդանի գցում էր այդ երկաթի վրա, սպանում էր այդ մարդկանց։ Եթե դուք կարողանաք կարդաք Մակաբեան գրքերը, թանկագիններ ջան, իհարկե այս գրքերը պարականոն գրքեր են, կանոնի, ասենք, Աստծո ներշնչումով գրված չեն, բայց որպես պատմական գրքեր շատ հետաքրքիր գրքեր են։ Եվ հենց այս ամեն իրադարձությունը, որի մասին հիմա ես ձեզ ասում եմ, այնտեղ նկարագրված է։ Եվ ինչ է տեղի ունենում։ Հենց այս լավ, բերեք շարունակենք, որպեսզի պարզ լինի։ Դանիելի 11:32-ից մինչև 34, եթե կարելի է կարդացեք։ 35 ավելի ճիշտ, 5-ը ներառյալ։ Եվ ուխտին դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրե շողոքորթությունով, բայց իրանց Աստծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա եւ գործե, եւ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերությունով եւ հափշտակությունով, եւ նրանք ընկնելիս մի փոքր օգնությունով պիտի օգնվին, եւ շատերը շողոքորթություններով նրանց պիտի հարեն, եւ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նրանց կրակով փորձե եւ մաքրե եւ սպիտակացնե մինչեւ վերջի ժամանակը, որովհետև դեռ մինչև որոշ ժամանակ է։ Այսքանը։ Շատ լավ, ուրեմն սա մի սքանչելի մարգարեական խոսք է, որը հենց Անտիոքի ժամանակվանից մեզ միանգամից տեղափոխում է ապագա, բայց դրան դեռ անդրադառնանք, մեր օրերն է տեղափոխում։ Ուրեմն նայեք, Անտիոքի ժամանակ այդ տաճարում քահանայապետը Օնիան էր, Օնի երրորդը։ Եվ այս անձնավորությունը բավականին, ասենք, ուժեղ Աստծո մարդ էր, բայց այս անձնավորությանը Անտիոքը սպանում է, որովհետև Օնիի հետևորդ մի անձնավորություն, կարծեմ իր հարազատ եղբայրն է, թե իր մտերիմներից մեկը, ինքը դավադրություն է անում է Սոնիայի դեմ եւ այն մտադրությամբ, որ ինքը Անտիոքը Օնիին կսպանի եւ հենց ինքը կնստի որպես քահանայապետ։ Եվ մենք տեսնում ենք, որ Անտիոքը հաջողում է այդ ամենի մեջ տաճարը ապականելու եւ մնացած բաների մեջ, բայց միաժամանակ դրա հետ 11:33-ում կարդում ենք, որ իմաստունները քո ժողովրդից շատերին կսովորացնեն, չնայած մի որոշ ժամանակ կտառապեն սրից եւ կրակից, գերիությունից եւ կողոպուտից։ Ուրեմն շատ, ինչպես ասեցի, դավաճանների Իսրայել ժողովրդի Անտիոքը սուտ խոստումներով քաշում է դեպի իրենց կողմ։ Այս Անտիոքի այս ամենը, որ ինքը անում է, տևում է մոտ 6 տարի, թանկագիններ ջան։ Այսինքն 6 տարի չէ, մի քանի տարի Անտիոքինն է, բայց մաքրվել է այդ ավերվածությունից հետո էլի մի քանի, մոտ 6 տարի հետագայում տաճարը մաքրվում է, էլի 2300 օր։ Եվ նայեք ինչ է տեղի ունենում։ Անտիոքը ստիպում էր հրյաներին, որ իրենք սկսեն սովորել հուներեն լեզուն, սովորել հունական դպրոցներում, հեթանոսական պաշտամունքներ սովորեն, Մովսեսի օրենքից հետ գնան եւ բոլոր կուռքերին սկսեն զոհ մատուցել, թանկագիններ ջան։ Միաժամանակ սրա հետ այս Անտիոքի ստիպելու մի քահանայապետ, որի անունը Մադաթիա էր, իր տղաների հետ, իսկ տղաների անունը Մակավե էր, Մակաբացի,
Մակավե եւ եբրայերենից թարգմանվում է որպես մուրջ, չակուչ։ Եվ այս քահանայապետի զավակները Հուդա Մակաբացու գլխավորությամբ ապստամբություն են բարձրացնում Անտիոքի դեմ, թանկագիններ ջան, եւ սկսում են պայքարներ։ Շատ մարդիկ հարում են ապստամբյալներին, հետո դավաճանում են, հետ են գնում, շատերը էլի հարում են, դավաճանում են, հետ են գնում, եւ հрьяաները, ասում են, մոտ 6 տարի տառապեցին, սարսափելի տանջանք քաշեցին, ինչա թե Անտիոքը իրեն դրել էր Աստծո տեղ, իրեն դրել էր ամենակարողի տեր, կրում էր Եպիֆան մականունը եւ իրեն փորձում էր բարձրացնել դներ Աստծո տեղ, հեսա դրա մասին մենք կխոսենք։ Ուրեմն հենց Մադաթյան էլ այդ քահանայապետը ի հակառակ Անտիոքի արած հրեական բոլոր այդ բարքերի ներկրման հրեաների մեջ սովորացնում էր Մովսեսի օրենքը, սովորացնում էր եբրայերեն, սովորացնում էր թե ինչպես հրեաները պիտի իրենց պահեն սրբությամբ եւ մաքրությամբ, ինչպես պիտի պաշտեն միայն կենթանի Աստծուն, հասկանում եք, այսինքն Անտիոքը հեթանոսական բարքեր էր ներդրում, իսկ Մադաթյան գաղտնի քահանայապետը ինքը սովորացնում էր հրեաներին ճիշտ պաշտամունքի ձևը եւ շնորհիվ Մադաթյայի հրեաները վերջնականորեն հետ չդառան Տիրոջից, այլ շատ շատերը իրոք մաքրվեցին, սրբվեցին եւ հավատարիմ մնացին Տիրոջը, ներառյալ Մադաթյայի տղաներին, Մակաբացիներին, որոնք զենքով պահում էին Տիրոջ օրենքը հեթանոսական բարքերից։ Շատ լավ։ Գանք 11:36-ից մինչև 39, խնդրում եմ 39 ներառյալ։ Եվ թագավորը իր հաճության պես պիտի անե, եւ իրան բարձրացնելու եւ մեծացնելու է ամեն աստվածությունից վեր, եւ աստվածների Աստծո դեմ ահռելի բաներ է ասելու, եւ պիտի հաջողվի մինչեւ որ կատարե բարկությունը, որովհետեւ նախասահմանվածը պիտի գործադրվի, եւ իր հայրերի աստվածներին մի բան պիտի չհամարե, եւ կանանց ցանկությունը, եւ ոչ մի աստված մի բան պիտի չհամարե, որովհետեւ իրան ամենից մեծ է համարել, սակայն ամրոցների Աստծուն իրան տեղը կպատվե, եւ իր հայրերի չճանաչած Աստծուն կպատվե ոսկով ու արծաթով, եւ պատվական քարերով, եւ ցանկալի բաներով, եւ պիտի գործե ամրոցների պնդությունովը օտար Աստծո հետ, ով որ ճանաչե նրան, փառքը պիտի շատացնե, եւ նրանց տիրել պիտի տա շատերի վրա, եւ երկիր է բաժանելու իբրև վարձք։ Շնորհակալ եմ շատ Արփիկ քույրիկ ջան։ Ուրեմն այստեղ արդեն մենք տեսնում ենք մարգարեական երկակի նշանակությունը, թանկագիններ ջան։ Այն ինչի մասին ես խոսում էի նոր վերաբերվում էր Անտիոքին, բայց այս մարգարեությունը միանգամից հղում է անում դեպի ապագա եկող Հակաքրիստոսը։ Եվ այն ինչ որ մենք նոր կարդացինք, Արփիկ քույրիկս կարդաց, վերաբերվում էր եւ Անտիոքին, իր ներսի մարդուն, իր հոգեբանությանը, թե ինչպես է ինքը իրեն պատկերացնում Աստծո նկատմամբ, եւ միանգամից խոսում է Հակաքրիստոսի մասին, թանկագիններ ջան, թե ինչպիսի հոգեբանություն ինքը պիտի ունենա։ Եվ ասում է, այս թագավորը իր ուզածի պես էր անում, բարձրանում էր եւ ինքը իրեն հռչակում էր ամեն աստվածներից բարձր, եւ նույնիսկ տերերի Տեր Աստծու մասին ինքը հայհոյություն պիտի խոսի եւ բավականին ժամանակ ունենա հաջողություն։ Մենք հիշում ենք, թանկագիններ ջան, որ յոթնյակ գոյություն ունի վերջի, որի ընթացքում Հակաքրիստոսը պիտի դուրս գա։ Դանիելի մարգարեության 9-րդ գլխի 27 համարում գրված է, որ ինքը դաշինք պիտի կնքի հրեաների հետ եւ շրջակա ազգերի հետ, եւ այդ դաշինքը յոթնյակի մեջտեղում պիտի խախտի, եւ ինքը նստի տաճարում, ինքը իրեն Աստված հռչակելով։ Այս խոսքերը վերաբերվում են հենց Հակաքրիստոսին, եւ մենք Դանիելի 11:36-ից 39 համարներում հենց իր արդեն նկարագիրն ենք կարդում։ Ուրեմն ինքը իրեն բարձրացնում է այն աստիճան,
որ ինքը իրեն հռչակում է աստվածների Աստծուց բարձր։ Դուք ինձ կհիշեցնեք, կար արդյոք մեկը պատմության մեջ, որ նման հոգեբանություն և քայլեր էր անում։ Ում մասին է այստեղ խոսքը գնում, ով կհիշեցնի։ Ով էր այդ անձնավորությունը, որ մի անգամ փորձ էր արել իր գահը Աստծո գահից բարձր դնի։ Արուսյակը չէր վաղը եղել։ Արուսյակը, այո։ Եվ ահա Արուսյակի հետնորդը երկրի վրա մարմնով անում է նույնը, ինչ որ իր տերը տիրակալը, դևը, փորձել էր աներ երկնքում։ Երկնքում նա չհաջողեց Տեր իրեն դուրս գցեց երկնքից, բայց ինքը երկրի վրա փորձում է նույն բանը անի։ Եվ 11:37-ում կարդում ենք, որ իր հայրերի աստվածների մասին ինքը չի մտածի, այսինքն ինքը հեթանոսական, իսկ հույները հեթանոսներ էին, իրենք ունեին Օլիմպ աստվածների, պոլիտեիստներ էին, ունեին աստվածների Օլիմպ, որի հենց գլխավոր աստվածը Զևսն էր, եւ կային լիքը այլ աստվածներ, ինքը անգամ այդ աստվածների մասին չի մտածի եւ կանանց ցանկություն չի կատարի եւ որևէ անգամ չաստծու ինքը պատիվ չի տա, որովհետեւ ինքը իրենցից բոլորից վեր կդասի։ Բայց կրեպեստ ոնց էր հայերեն։ Պարիս, այո, բայց պարիսպների 38 համարը, պարիսպների Աստծուն ինքը պատիվ կտա եւ այդ Աստծուն, որին իր հայրերը չգիտեին, ինքը ոսկով եւ արծաթով պատիվ կտա եւ թանկարժեք քարերով եւ այլ թանկարժեք բաներով։ Ուրեմն թանկագիններ ջան, շատ հետաքրքիր հղում է այստեղ պարիսպների Աստծո մասին։ Ով է այդ պարիսպների Աստվածը, թանկագիններ ջան։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ այս պարիսպների Աստծուն հին ժամանակներում կոչում էին Զևսին կամ Յուպիտերին։ Այսինքն, ում նկատի ունեին, երբ ասում էին Զևս կամ Յուպիտեր։ Նկատի ունեին հենց սատանային, թանկագիններ ջան, հենց սատանային։ Եվ միակը, ում հակաքրիստոսը կպաշտի, դա պիտի լինի սատանան։ Եվ 11:37-ում մենք կարդում ենք հետաքրքիր խոսք, որ ինքը Ալջան, մի հատ ձայնդ փակյալ։ որ կանանց ցանկություն չի կատարի, շատերը ասում են, որ ինքը միասեռամոլ է լինելու, բայց իրականում այդպես չի, թանկագիններ ջան, ես մտածում եմ, որ ինքը միասեռամոլ չի լինելու, չնայած ամեն բան հնարավոր է։ Ինչու ինքը ոչ մի կնոջ ցանկություն չի կատարի, թանկագիններ ջան։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ հակաքրիստոսը ամեն բանի մեջ պիտի փորձի նմանվել մեր Քրիստոս Հիսուսին։ Եվ ինչպես Քրիստոս Հիսուսը Իսրայելից էր, ինքն էլ պիտի իրեն ներկայացնի Իսրայելից։ Ինչպես Քրիստոս Հիսուսը Հուդայի ցեղից էր, ես հավատում եմ, որ Դանի ցեղից է գալու հակաքրիստոսը, բայց ինքը բոլորին պիտի մոլորեցնի եւ ասի, որ ինքը Հուդայի ցեղից է։ Եվ ինչպես Հիսուս Քրիստոսը, թանկագիններ ջան, կույս էր եւ կնոջ սեր չճաշակեց եւ չճանաչեց, չամուսնացավ եւ ժառանգորդ չթողեց, այնպես էլ հակաքրիստոսը իր նմանակության մեջ կանանց ցանկություն չի կատարելու, այսինքն չի ամուսնանալու, ամեն ձևի նմանելով Քրիստոսին։ Բարձա։ Եվ սատանային, պարիսպների Աստծուն, միայն սատանային ինքը պիտի պաշտի։ Ինչ պիտի տեղի ունենա, թանկագիններ ջան։ Ինքը պիտի յոթնյակի կեսում, արդեն կառուցված տաճարում նստի, մինչ այդ իրեն պիտի ընդունեն, որ ինքը բարեգործ է, մի հրաշալի անձնավորություն է, մեկն է, որ խաղաղություն է բերել ամբողջ երկրագնդի վրա, իր ժամանակ էկոնոմический взлёт է, ամեն տեղ խաղաղություն, ամեն տեղ բարգավաճում, սենց մի սքանչելի անձնավորություն, պուպուշիկ, եւ 3.5 տարի հետո մենք կարդում ենք Հայտնության 13 գլխի մեջ, որ դուրս է գալի ծովից հրեշը։ Այսինքն բացվում է սատանայի հրեշավոր պատկերը հակաքրիստոսի, որ ինքը պուպուշ էր ներկայանում 3.5 տարի հետո, երբ ինքը մտնում է տաճար եւ հռչակում է իրեն Աստված,
բացվում է իր դիվային բնությունը, հասկանում եք, թանկագիններ ջան։ Եվ ինքը ստիպում է մարդկանց, որ մարդիկ պաշտեն իրեն։ Երբ պաշտեն իրեն, իր իդեմսի վիևո լիցե, էլի, իր մեջ պիտի պաշտեն սատանային։ Երբ որ ինքը ստիպի մարդկանց դրոշմը դնի, եւ մարդիկ ընդունեն այդ դրոշմը, նրանք պիտի մտածեն, որ իրենք այդ թագավորի դրոշմն են ընդունում, բայց իրականության մեջ, իր մեջ այդ հակաքրիստոսի, նրանք ընդունում են սատանայի դրոշմը, եւ իրենց պաշտամունքը ուղղված է ոչ միայն հակաքրիստոսին, այլ պարիսպների ասուն, որն է սատանան։ Պարզ է, այսինքն այդ ժամանակներում, յոթնյակների ընթացքում սատանան պիտի ամեն ինչ անի, որ լինի ուղիղ իր անձի նկատմամբ պաշտամունք։ Նայեք, շատերը ասում են, որ մուսուլմանությունը պիտի լինի յոթնյակի հիմնական կրոնը, որ իսլամը բարձրացնում է իր գլուխը, բայց իրականության մեջ այդպես չի։ Իրականության մեջ յոթնյակի առաջի 3.5 տարին հակաքրիստոսը պիտի թույլ տա, որ լինի Բաբիլոն կրոն, այսինքն կրոնների այսպես խառնվածք, քրիստոնեության, իսլամի, բուդդայականության, ջհուդության, հնդկական կրոնների խառնորդ, որը Աստված անվանում է Բաբիլոն։ Հասկանում եք, բայց 3.5 տարի հետո ինքը այդ բաբիլոնյան կնոջը ոչնչացնելու է, իրեն էլ պետք չի, որ ինչ-որ մի հատ այլ պաշտամունք լինի, արդեն պաշտամունքի մեջտեղում պիտի լինի ծովից դուրս եկող հրեշը, ինչպես մի քիչ առաջ ես ասեցի, թանկագիններ ջան։ Եվ Անտիոք Եպիֆանը պրիծեչան է, թանկագին իմ եղբայրներ, քուրեր ջան, եկող հակաքրիստոսի։ Այն ավերվածության պղծությունը, որ Անտիոք Եպիֆանը արեց Հրեաստանում, սրբության սրբոցում Զևսի կամ Յուպիտերի արձանը դնելով, հակաքրիստոսը նույն պղծությունը պիտի անի, երբ որ ինքը մտնի տաճար եւ ապականի։ Դրա համար Մատթեոս ավետարանի 24-րդ գլխի մեջ մենք կարդում ենք. երբ որ տաճարի թևի վրա տեսնեք ավերվածության պղծությունը, փախեք Երուսաղեմից։ Այդ ավերվածության պղծությունը եղել է մինչև Հիսուս Քրիստոսը, մինչև Քրիստոսի ծնունդը 175 թվականից 164 թվականը եւ Քրիստոսից հետո մոտ 2000 տարի հետո գուցե եւ մեր օրերում, թանկագիններ ջան։ Լավ, վերադառնանք Անտիոքին, վերադառնանք Մարգարեությանը։ Խնդրում եմ Դանիելի 11-ի 40-ից 45 համարը կարդացեք, ներառյալ 45-ը, Արփիկ Քույրիկ ջան։ Այո։ Եվ վերջի ժամանակումը նրա հետ պիտի զարկվի հարավի թագավորը, եւ մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, կառքերով եւ ձիավորներով եւ շատ նավերով, եւ երկիրները պիտի մտնե եւ պիտի ողողի եւ անցնե։ Եվ պիտի գա փառավոր երկիրը, եւ շատերը պիտի կործանվեն, բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռիցը, Եդոմը եւ Մովաբը եւ Ամոնի որդկանց գլխավոր մասը։ Եվ նա իր ձեռքը պիտի մեկնե դեպի երկիրները, եւ Եգիպտոսի երկիրը չի ազատվի։ Եվ պիտի տիրե Եգիպտոսի ոսկի եւ արծաթի գանձերին եւ բոլոր ցանկալիքներին։ Եվ լիբիացիք եւ եթովպացիք նրան հետևող կլինեն, բայց լուրեր պիտի խռովեսնեն նրան արևելքից եւ հյուսիսից, եւ նա պիտի դուրս գա մեծ բարկությունով, որ շատերին փչացնի եւ բնաջինջանի։ Եվ նա իր պալատի պես վրաները տարածելու է ծովերի մեջտեղը դեպի փառավոր Սուրբ Սարը, եւ պիտի հասնե իր վախճանին, եւ նրան օգնող պիտի չլինի։ Շատ լավ, թանկագիններ ջան, մենք մոտենում ենք ավարտին։ Մենք տեսնում ենք, որ էլի պատերազմ է տեղի ունենում։ Անտիոքը չի հանգստանում, չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքը չպիտի գրավի, եգիպտական թագավորությունը հավաքում է մեծ զորք, գնում է Եգիպտոսի թագավորության դեմ,
մտնում է շատ մասեր եգիպտական թագավորության, կողոպտում է եւ միաժամանակ այդ արշավի ընթացքում ինքը ամբողջովին կողոպտում է Հրեաստանը, Իսրայելը։ Ինչ է անում ինքը, այնտեղ մենք մարգարեության մեջ կարդում ենք, որ Իդումեի, Մայավիցյանի, Ամանիցյանի, Հեդոմացիների, Ամոնացիների, Մոաբացիների իրենց ունեցվածքին եւ իրենց տարածքներին ինքը ձեռք չի տալի։ Եվ շատերը ասում են ինչն է պատճառը, որ ինքը ձեռք չի տալի, որովհետեւ ասում է, որ այս երեք ազգերը իր հետ դաշինքի մեջ են, թանկագիններ ջան։ Եվ այդ տարածքները ինքը ձեռք չի տալի, չի կողոպտում, գալիս է պատերազմնելու եգիպտական թագավորի դեմ, որպիսի թույլ չտա, որ եգիպտական թագավորը այնքան ուժեղանա, որ կարողանա իրեն դիմակայի։ Բայց միաժամանակ դրա հետ եւս մի լուր է գալի, ասենք, իր երկրից, որ էլի ապստամբություն է իր թագավորության դեմ, տարբեր թագավորությունում, տարբեր մասերում, եւ էլի Անտիոքը ստիպված հետ է գալիս, որպիսի իր երկրի ապստամբյալների հարցերը լուծի։ Երբ որ ինքը բարկությամբ հետ է դառնում, որպիսի հասնի իր երկիրը, գալիս է Երուսաղեմի մոտակա այդ տարածքներում կանգ է առնում, իր վրանները խփում է։ Երբ որ ինքը այդ վրանները խփում է, թանկագիններ ջան, ասում են, որ այդ ժամանակ ինքը սարսափելի հիվանդությամբ խփվում է։ Այնպիսի ծանր հիվանդությամբ է խփվում, որ իրենից սկսում է այնպիսի գարշահոտություն դուրս գալ, որ մարդիկ մի 15 մետր, 20 մետր չէին կարողանում իրեն մոտենան, այնքան փթահոտ էր գալի իրենից։ Եվ տառապում էր ինքը, գիտակցում էր, որ ինքը նույնիսկ արտահայտություն էր արել, որ դա իմ մեղքերի պատճառով է Աստված ինձ պատժում, որ ես շատ դաժանորեն վարվել եմ հրեաների հանդեպ։ Եվ անգամ մի քանի նամակ էր գրել հրեաներին, որ ներում է խնդրում, որ իրենք աղոթեն իր համար, բայց հրեաները չէին աղոթել իր համար, որովհետև պղծել էր տաճարը։ Եվ որովհետև քրիստոնյաներ չեն, թել ասեմ, էլի թշնամուն չէին սիրում։ Այս կիցակատակ կիսաճշմարտություն։ Եվ այդ ժամանակ, թանկագիններ ջան, այդ հիվանդության պատճառով Անտիոքը մահանում է սարսափելի տառապանքների մեջ։ Եվ սրանով ավարտվում է 11-րդ գլուխը, իմ թանկագին Աստծո մարդիկ։ Մենք տեսնում ենք, որ ամեն գրված այդ գրքի մեջ մանրակրկիտ կերպով կատարվել է, իրականացել է, եւ այդ ամեն կատարվածը ցույց է տալի մեզ, որ Աստված իշխում է բոլոր ժամանակների վրա։ Եվ ինչպես ես ասացի, այս մարգարեությունը վերջամասը ունի երկակի նշանակություն, այն խոսում է եւ Անտիոք Եփիֆանի մասին, եւ խոսում է ապագա եկող հակաքրիստոսի մասին, շատ հետաքրքիր ձևով բացահայտելով նրա կերպարը, բացահայտելով նրա գործելակերպը եւ ինչ ավերածություններ պիտի ինքը անի։ Այսքանը Աստծո մարդիկ ջան, փառք Աստծո, շատ երկար չեղավ, եթե կան հարցեր, խնդրում եմ տվեք, եթե չէ ավարտենք։ Ես մի հարց տամ, վայ եղբայր, կուզեք ձայնագրությունը անջատենք, որ դուք տեղադրելու եք մեր հարցերը տանք։ Եթե ուզում եք անջատեք, այո։ Չէ, ձեր համար եմ ասում, էլի որ պիտի տեղադրեք։ Արդեն ձայնագրվեց, աղջի ջան, անջատի։